Ահա դեռ այն կողմ դրած եք։ Ահա։ Հայկ Մամիջանյանի հետ Մամիջանյան, թերևս սկսենք հենց օրվա ասացված իրադարձություններից մեկից, երկրորդ նախագահի ասուլիսից, որտեղ նաև անդրադարձ առաջարկին, իմպիչմենթի գործընթացին, նա նշեց, որ իրենք, որ ասած, իրենց հասանելիքն արել են, ստորագրությունները տվել են, սպասում են, թե դուք երբ ստորագրություն կբերեք։ Այսպես է ենթադրում համագործակցությունը, թե պետք է ամեն դեպքում համատեղ աշխատանք տարվեր, որ այդ ստորագրությունները լինեին։ Գիտեք, քանի որ նախագահ Քոչարյանը ինչպես սկսեց պատասխանել հարցից, որ իր մոտ ոչինչ չի փոխվել, ձեր նախորդ դիրքորոշումները ես մեկնաբանել եմ, չեմ կարծում, նոր մեկնաբանության կարիք կա։ Մենք մեր խոսքի տերն ենք, մենք մեր գործընթացի տերն ենք, այս պահին հիմնական շեշտադրումը անկախ պատգամավորների ստորագրությունները ստանալու ուղղությամբ է կենտրոնացած, իսկ այդ ընթացքում թե մեր գործընկերներից ով ինչպես կաջակցի, բոլորս Բավարար չափով տեղեկացված չենք, ինչու չեն տեղեկացվում, կամ չեն տեղեկացվում Կոմիտեի Հայաստան խմբակցության անձանները։ Ես ներթիմային ինֆորմացիայի տեղաշարժումը չեք չնեղիրել։ Պարոն Մամիջանյան, ԿՊԱ-ականների հետ աշխատանք տարվում է այս պահին։ Ես նոր պատասխանեցի։ Լսեցի, ամենօրինակ վերջինս ասեմ, որ այս պահին ամենաէական գործողությունը, որ անհրաժեշտ է անել այս պահին, դա անկախ պատգամավորների ստորագրությունների ներգրավում է, որի վրա այս պահին հիմնական մեր ջանքերն են։ Կան արդյունք, կա։ Նոթոբիկ Աղազարյանը մամուլ գրվեց, որ եթե արդյունք լիներ եւ մենք համարեինք, որ այն պետք է հանրայնացնել, երևի տարբերակ կգտնեինք, չէ՞։ Կարող է կա, բայց երկրորդ նախագահը նաեւ խոսեց այդ գործընթացի ժամկետների մասին, մասնավորապես, որ դա մինչեւ այս տարվա վերջ պետք է իրականացվի, եթե օրինակ այդ գործընթացը նորից շունչ ստանա հունվար եւ փետրվար ամիսներին, արդեն անլուրջ կվերաբերվի, որովհետեւ ըստ էության ընտրությունների նախընտրական շրջանը արդեն իսկ հայտարարված կլինի։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ Հայաստանի Հանրապետական Կուսակցության ազգային ժողովի խմբակցության վրա ժամկետներ աշխատանք։ Պարոն Մամիջանյան, բայց տեսեք, չնայած որ մեր ընտրություններին դեռ որոշակի ժամանակը հստակեցում են մտցված չի, ովքեր են վերջում մասնակցելու, Քոչարյանը արդեն կանխատեսում ունի, որ մենակ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը խորհրդարանում չի լինելու, որովհետեւ ըստ իրա խորհրդարանացնելու է ԿՊ, իրենք եւ Ռուստավետ Կարապետյանի ձևավորների ուժը։ Տեսեք, հարգելի բարեկամներ, նախ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ այս պահին հիմնական միակ աշխատանքի ուղղությունը դա իմպիչմենթի իրականություն դարձնելն է։ Ենթադրում եմ, որ նախագահ Քոչարյանի մեկնաբանությունը նաև դրանով է պայմանավորված։ Մեկ, երկրորդ, ես կասկածներ չունեի, որ նախագահ Քոչարյանը հանրապետականին է քվեարկելու, բայց նորից ասեմ, մենք հայտարարել ենք եւ այդպես էլ անում ենք, որ մենք մեր ամբողջ ուժերը դիմում ենք մինչև ընտրությունները իշխանապետությունը իրագործելու համար, այն է իմպիչմենթ իրականացնելու համար, լավ կլինի, եթե այդ հարցում մեզ օգնեն մեր բոլոր գործընկերները։ Ասացիք կասկած չունեք, որ Քոչարյանը կգնա քվեարկելու։ Մամական ընտրնիկ, ինտերվյուն տեսվեցնեք, որպեսզի լսեք, ես ասեցի, ասեմ, որ դա մի նախադասությամբ պատասխանելու նախադասություն չի, այդ նախադասությունը վերցնելու չի, առաջին, կարծում եմ, որ նախագահ Քոչարյանի պատասխանը այսքան մարդում նորից նույն բանն են լսում, որովհետև դուք չեք լսում։ Ես լսում եմ, ուղղակի լավ չհասկացա։ Լավ, դե որ լսել եք նորից չկտրեմ։ Ուզեցի հասկանալ ինչ հասկացա, թե չէ։ Չեմ ուզում, չէ, պատասխանել եմ սկսում։ Ինչ դժվար է դեմոկրատական երկրում պարոն Մամիջանյան մի կես վերան ավելի պատասխանել։ Պարոն Մամիջանյան, ձեր խոսքից այսինքն Ինչ? Ռոբերտ Քոչարյանից եք սովորել լրագրողներին այսպես։ Մամական։ Ես սովորում եմ շատ ու շատ մարդկանցից, բայց վստահաբար ոչ ձեզանից։ Ու հեսա իմ ու ձեր բանավեճը չի։ Դե ինձանից չէ, Քոչարյանից։ Պարոն Մամիջանյան, ձեր խոսքից տպավորություն ստեղծվեց, որ դուք պատրաստ եք օրինակ իմպիչմենթի գործընթացը սկսել կամ եթե չսկսվի քաղաքական ինչ-որ պրոցեսներ գեներացնել, Նիկոլ Փաշինյանին հեռացնել, գնալ ընտրությունների եւ օրինակ խորհրդարանում ներկայացվածություն չունենալ։ Ներողություն մի հատ Այսինքն, ինչպես գործընկերս նշեց, ըստ Քոչարյանի խորհրդարան անցնելու են Քոչարյանական թևը եւ Սամվել Կարապետյանի ձևավորվող թիմը։
ըստ Ռոբերտ Քոչյանի, դուք էլ նշում եք, որ դուք գործընթաց եք նախաձեռնել, ես էլ հարցնում եմ, քանի որ ձեր միակ օրակարգը Նիկոլ Փաշինյանին հեռացնել է, այսինքն դուք պատրաստ եք նախաձեռնել։ Տեսեք, ես չեմ կարող այս պահին պատասխանել ընտրությունների վերաբերյալ հարցին, որովհետև մենք այդ ուղղությամբ որևէ քննարկում, որևէ աշխատանք չենք անում։ Ես ձեր հարցի տրամաբանությունը հասկանում եմ, բայց այդ հարցը տենց մի 5 ամիս ներկայիս ժամանակավոր է լինելու, եթե ոչ ավելի շատ, որովհետև հասկանում եք, ով կարող է երաշխավորել, որ մինչև ընտրություններ նոր Վաշինգտոնի նման Հայաստանի ապագան խիստ մշուշոտ դարձնող արձանագրություններ կամ այլ գործընթացներ չեն։ Նմանօրինակ բաները, ինչպես Եվգեն Պողոսյանը նախորդ զգուշացրել էր եւ հանրապետականը դրա մասին շատ է խոսել։ Նմանօրինակ բաները բացառելու համար մենք խնդրել ենք մինչև ընտրությունները ընդհանրապես տարբերակներից մեկն է իշխանապողության Նիկոլ Փաշինյանին հեռացնելու։ Ինչքանով են տարբերակը հավանական, թողնենք այլ քննարկման։ Բայց եթե դեռևս կա գործիք, որը ամբողջությամբ օգտագործված չի, խոսել մյուս գործիքի օգտագործման մասին ես չեմ կարող։ Մեր համար ոչ թե իշխանության հասնելն է նպատակը, այլ իշխանապողությունը հասնելը։ Ես շատ շնորհակալություն։